Նարիներիցյան այփ Այսօր մեր հյուրն է Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որի հետ մենք փորձենք զրուցել ուղիղ կապի միջոցով։ Նա գտնվում է Գյումրիում։ Պարոն Բարսեղյան, դուք ինձ լսում եք։ Պարոն Բարսեղյան, դուք ինչու տարածք տրամադրեցիք ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար, որն էր դրա նպատակը։ Տարածք տրամադրել են 12 տարի շարունակ 1200 հոգու եւ 1200 կազմակերպիչների իրենց կամեցած խոսքը ասելու, ասուլիս քննարկում, շնորհանդես ցուցադրություն կազմակերպելու համար։ Սա արդեն վերջին 3 օրում 300-րդ անգամ եմ բացատրում։ Ես ուղղակի արձագանք եմ ռեպորտաժի մեջ տեսած իմ հատվածին, թե լավ չի լինի։ Ինչ որ մի երիտասարդ ասաց, որ Ասպարեզի թռանը կողբեկ է կախելու, ուրեմն բոլորը թող իմանան, որ գլուխը պատով է տալու։ Ասպարեզի թռանը կողբեկ կախող դեռ չի ծնվել, հա։ Ավել պագաս դրսում այդպես հաչելով բանդուր չի կա, շարունակեք, եթե հարցում եք տվեք։ Դուք սպասում եք, որ նման բողոքի ալիք կբարձրանար Գյումրիում կապված ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման հետ։ Դժգոհություն սպասում էի, բայց նման բողոքի ալիք չէի սպասում եւ այս բողոքի ալիքի մի մասը վստահեցնում եմ ձեզ բավականաչափ արհեստական էր Գյումրու եւ հանրապետության խնդիրներից շեղելու հերթական փորձն էր Գյումրու եւ հանրապետության խնդիրների առաջնահերթ 100-յակում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրելու հարց չկա վստահեցնում եմ մարդիկ կային որոնք ազնվորեն որոշել էին բողոքել մարդիկ կային որոնք եկել էին քարոզարշավն անցկացնելու այդտեղ կուսակցությունների ներկայացուցիչներ մարդիկ կային որոնք ուղղակի եկել էին իրենց ցույց տալու եւ իհարկե մի խումբ կար, որի վերջին հանգրվանը հայրենասիրությունն էր։ Այդտեղ հայրենասիրության նոտաներ տեսնում եք, թե ոչ։ Օրինակ շատերն ասում են նրանք ովքեր դեմ չեն, դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վիրավորական հայտարարություններից, որոնք ուղղված էին հայերի դեմ, չեն վիրավորվել։ Ես ուրիշ Ուրեմն Ոսկե Ծիրանում ցուցադրվել է ադրբեջանական ֆիլմ, Ոսկե Ծիրանում ցուցադրվել են թուրքական ֆիլմեր, պարգևի են արժանացել, Գյումրիում ցուցադրվել է թուրքական ֆիլմ, դեսպանները մշակութային ինչ-որ չարտերներ են իրականացնում, գնում գալիս են էսկոմենկոմ, սպորտսմենները հանդիպում են իրար հետ, նախագահները իրար հետ հանդիպում են, սեղանի շուրջ են նստում, ել չեմ ասում Հայաստանի, Թուրքիայի նախագահների ողջագուրանքներն ու երջանկությունը ֆուտբոլի ժամանակ։ Կրկնակի ստանդարտները որքան ժամանակ են կառավարելու այս երկիրը։ Եթե պետությունը կամենում է կարգավորել ինչ-որ խնդիրներ քարոզչական դաշտում, շատ հեշտ կլինի իր համար օրենսդրական կարգավորման տակ դնել այդ ամբողջը։ Այլապես ստացվում է կրկնակի ստանդարտ, ինչ-որ մեկին կարելի է փառատոնի ժամանակ ցույց տալ այդ ֆիլմերը ադրբեջանական, այսպիսի դեպքում ոչ։ Մյուս կողմից, խնդիրը շեղված է կազմակերպչի հետ ունենալիք գործերի հարցերով, պիտի դիմեք կազմակերպչին։ Մենք տարածք ենք տրամադրել եւ պատրաստ ենք տրամադրել բոլորին անկախ նրանց գաղափարներից, ինչ գաղափարախոսության տեր մարդիկ կլինեն։ Քիչ առաջ ես լսեցի նաեւ մյուս ռեպորտաժում Երևանի, երբ աղջիկը ասում էր, որ ինչ որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին վերաբերող թեմայով ֆիլմ էր, լավ չլսեցի, բայց հասկացա, որ խոսքն այդ մասին է։ Մեզ մոտ թույլտվություն ստանալու ժամանակ Գեորգի Վանյանը բացատրել էր, որ որևէ ֆիլմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին չի վերաբերվում բացարձակապես։ Կարճամետրաժ ֆիլմեր են, մեկն էլ իրենց օլիգարխիայի մասին է, ինչ է, այսպիսի ֆիլմ է մի խոսքով, հա։ Ֆիլմերը չցուցադրվեցին, ինչպես գիտեք, որովհետև մոտ 200-300 հոգի իրենց բողոքի ակցիայով եւ բռնություններով, որոնք գործադրեցին Վանյանի նկատմամբ նաեւ, փորձեցին խոչընդոտել եւ ահագին նեղություն տվեցին։ Մարտը ժամը 1:30 էր գրեթե, որոշում կայացրեց, որ պիտի մարդկանց անվտանգության խնդիրներով, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, այն ոստիկանությունը անգամ ասաց, որ չի կարողանում երաշխավորել, որոշեց չեղել հայտարարել ինչ է, ցուցադրումները դրա։ Ձեր կարծիքով գյումրեցիները վաղուց այսպես միամուռ դուրս չեն եկել պայքարի, ինչ հարցերի շուրջ պետք է այսպես աղմուկ բարձրացնեն այսօր։ Գյումրեցիները եկել էին այդ Ձեր կարծիքով այսօր գյումրեցիները, որ այսպես միավորվել են եւ բողոքի ալիք բարձրացրեցին, ինչ խնդիրներ կա, որոնց շուրջ պետք է այսպես միասնական լինեն այսօր ձեր կարծիքով։ Ես ասում հարցը գյումրեցիները ունեն բազմաթիվ խնդիրներ Գյումրիում տնակներում ապրում են ամենավերջի տվյալներով 6500 անօթևան ընտանիք եւ լավագույն լավատեսական սցենարներով երբ բոլորին այս պլաններով խատեսված շինարարությունը հանձնեն եւ բնակարան տան 4000 քանի 100 ընտանիք մնալու են տնակներում ժողովուրդ ջան Գյումրի քաղաքում աղքատությունը 47% է Գյումրի քաղաքի արտագաղթը անհնարին է չափել չկա նման չափող գործի Գյումրի քաղաքի փողոց
դպրոցների 90%-ը ավերակ է, Բաղդադից վատ վիճակում է։ Գյումրու առաջնահերթությունները, Գյումրեցու թասիբը բոլոր հիշողները թող կան այս խնդիրները այստեղ փորձեն հանրահավաքների միջոցով լուծել, հա։ Ես դեմ չեմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք հայտնել։ Ոչ մի բան ես եմ հրավիրել բոլորին, ասել եմ եկեք նստեք, մարդուն ձեր տեսակետը մարդավարի, քաղաքավարի բացատրեք, տեսեք իրար հասկանում եք, չեք հասկանում եւ այլն։ Բայց այդ հանդիպում քննարկումը կամ խոսակցությունը վերածվեց քաշքշուկի։ Ես եթե ձեր հարցը ճիշտ էի լսել, ներող կլինեք։ Եք լսել, շնորհակալություն պարոն Վարդակյան, բարձրաբանումների եւ մեր հարցերին պատասխանելու համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Բրյուսելի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նոր հայտարարություն է տարածել, որը վերաբերում է կրթության եւ գիտության նախարար